Նախքան մենք սկսենք, հավանություն դրեք եւ բաժանորդագրվեք ալիքին։ Այդպիսով դուք չեք բաց թողնի ոչ մի հաղորդագրությունը, որը կարող է փոխել ձեր կյանքը։ Ներածություն։ Հանդիպում զգացմունքների հետ, որոնք ճնշում են հոգին։ Դուք երբևէ զգացել եք ձեզ թակարդում ընկած ձեր սեփական մտքերի մեջ, որոնք անդադար պտտվում են ձեր գլխում։ Ձեզ պատել է վախ, որ ինչ-որ վատ բան է տեղի ունենալու, նույնիսկ եթե դրա համար իրական հիմքեր չկան։ Կամ միայնակ եք զգացել ձեզ, նույնիսկ մարդկանց շրջապատում։ Այս զգացմունքները՝ անհանգստություն, վախ, միայնություն եւ դեպրեսիա, սովորական են եւ կարող են ազդել յուրաքանչյուրի վրա։ Այս զգացմունքները չեն ընտրում սոցիալական դաս, տարիք կամ կրոն։ Նրանք կարող են առաջանալ յուրաքանչյուր մարդու կյանքում, նույնիսկ նրանց մոտ, ովքեր միշտ թվում են ուրախ եւ բարեկեցիկ։ Հուզական խոցելիությունը մեր մարդկային բնույթի մաս է եւ չի հանդիսանում թուլության կամ հավատի բացակայության նշան։ Եվ փնտրում էինք բուժման եւ ներքին հավասարակշռության ուղիներ։ Այսօր ես ուզում եմ կիսվել հույսի պատգամով։ Հավատացեք, կա ուղի անհանգստության, վախի եւ միայնության հաղթահարման համար։ Աստված երբեք մեզ չի լքում, եւ երբ մենք սովորում ենք լիովին վստահել նրան, մենք գտնում ենք այն խաղաղությունը, որին այդքան ձգտում ենք։ Այս ուղին կարող է դժվար լինել, բայց արժե այն։ Գնանք միասին։ Անհանգստությունը հանգիստ թշնամին, որը խլում է մեր ներկան։ Անհանգստությունը ժամանակակցիկ աշխարհի գլխավոր մարտահրավերներից մեկն է։ Այն ստիպում է մեզ անընդհատ ապրել ապագայում, կանխատեսելով խնդիրներ եւ հոգսեր, որոնք հաճախ այդպես էլ չեն տեղի ունենում։ Արդյունքում առաջանում է մշտական անհանգստության եւ տագնապի զգացում։ Շատ մարդիկ տառապում են լուր, նույնիսկ չհասկանալով, որ անհանգստությունը խժռում է իրենց։ Նրանք անհանգստանում են այն բաների համար, որոնք դեռ չեն տեղի ունեցել, պատկերացնում են բացասական սցենարներ եւ ստեղծում խնդիրներ։ Իրականում անհանգիստ միտքը հնարավորությունները վերածում է վստահությունների, ստիպելով մարդուն հավատալ, որ ամենավատը անխուսափելի է։ Աստվածաշունչը մեզ տալիս է հզոր խորհուրդ, թե ինչպես հաղթահարել դա։ Ձեր բոլոր հոգսերը դրեք նրա վրա, քանի որ նա հոգ է տանում ձեր մասին։ Երբ մենք մեր անհանգստությունները հանձնում ենք Աստծուն, մենք սովորում ենք վստահել նրան եւ գտնում կյանքի ռիթմը։ Ինչու մենք չենք կանգնում։ Մենք ապրում ենք աշխարհում, որտեղ ամեն ինչ տեղի է ունենում չափազանց արագ։ Հաղորդագրությունները պետք է պատասխանվեն անմիջապես, առաջադրանքները կուտակվում են եւ թվում է, թե մենք միշտ ուշանում ենք։ Այս խելահեղ ռիթմը սնուցում է մեր անհանգստությունը եւ ստեղծում զգացում, որ մենք երբեք բավարար չենք անում։ Քանի անգամ եք զգացել, որ օրվա ժամերը բավարար չեն ամեն ինչ հասցնելու համար։ Մշտական ուշանալու զգացումը ստիպում է մեզ շապել, ինչը խլում է ներքին խաղաղությունը։ Հիսուսը մեզ տվել է թանկարժեք խորհուրդ։ Մի հոգացեք վաղվա օրվա մասին, քանի որ վաղվա օրը ինքը կհոգա իր մասին։ Բավական է յուրաքանչյուր օրվա իր հոգսը։ Սա նշանակում է, որ մենք պետք է սովորենք ապրել մեկ օրով, չտեղափոխելով վաղվա հոգսերի ծանրությունը այսօրվա վրա։ Սա չի նշանակում, որ չպետք է պլանավորել ապագան, բայց չի կարելի թույլ տալ, որ այն խլի խաղաղությունը ներկայում։ Արագացված մտածողության սինդրոմը, երբ միտքը չի կարողանում անջատվել։ Բացի անհանգստությունից, շատ մարդիկ այսօր տառապում են արագացված մտածողության սինդրոմով։ Այս վիճակը ստիպում է մտքին մշտապես աշխատել, նույնիսկ երբ մարմինը հանգստանում է։ Մտքերը շարունակում են պտտվել, կարծես երբեք չեն կանգնում։ Այս սինդրոմով մարդը չի կարողանում հանգստանալ նույնիսկ հանգստի պահերին։ Նրա միտքը լցված է հարցերով. վճարել եմ այդ հաշիվը, իսկ եթե վաղը ինչ-որ բան սխալ գնա աշխատանքում։ Ուղեղը այնքան ծանրաբեռնված է, որ նույնիսկ փոքր առօրյա առաջադրանքները դառնում են ծանր։ Այս մտքերի ավելցուկը խանգարում է կենտրոնանալու։ Մարդը փորձում է աղոթել կամ խորհել, բայց մտքերը փախչում են այլ հոգսերի կողմը։ Փրկությունը մտքերը Աստծուն հանձնելն է եւ սովորել է գտնել խաղաղություն նրանում։ Ինչպես ասում է Սաղմոսը, հանգստացեք եւ իմացեք, որ ես եմ Աստված։ Անհանգստությունը ազդում է ոչ միայն մեր սրտի վրա, այլև հեռացնում է մեզ շրջապատողներից։ Երբ մենք անհանգստության մեջ ենք, հաճախ հուզականորեն փակվում ենք, նույնիսկ եթե ֆիզիկապես մոտ ենք ուրիշներին։ Մենք դադարում ենք շփվել ընկերների հետ, խուսափում ընտանեկան հավաքույթներից եւ հեռանում աղոթքից։ Այս մեկուսացումը միայն ուժեղացնում է անհանգստությունը։ Հենց դրա համար Աստված կոչ է անում մեզ կիսվել մեր դժվարություններով մերձավորների հետ։ Գրված է. ավելի լավ է երկուսով, քան մենակ, քանի որ նրանք լավ վարձատրություն ունեն իրենց աշխատանքի համար։ Եթե մեկը ընկնի, մյուսը կբարձրացնի իր ընկերոջը։ Վտանգը, երբ փորձում ենք հաղթահարել անհանգստությունը վնասակար սովորություններով։
Մենք կարող ենք չափից շատ ուտել, ծախսել փողեր առանց կարիքի կամ ժամերով նստել սոցիալական ցանցերում շեղվելու համար։ Սա միայն քողարկում է խնդիրը, չլուծելով այն։ Դուք երբևէ բացել եք սառնարանքը կրկին ու կրկին, իմանալով, որ ոչինչ նոր բան չկա, կամ ժամերով նստել սոցցանցերում պարզապես չմտածելու խնդիրների մասին։ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է. ոչինչի մասին մի հոգացեք, բայց ամեն ինչում աղոթքով եւ աղաչանքով շնորհակալությամբ բացեք ձեր ցանկությունները Աստծու առջև, եւ Աստծու խաղաղությունը, որ գերազանցում է ամեն հասկացողություն, կպահպանի ձեր սրտերը եւ մտքերը Հիսուսով։ Վախը անտեսանելի բանտը, որը կաթվածահար է անում։ Վախը հզոր զգացմունք է, այն կարող է պաշտպանել մեզ իրական վտանգներից, բայց նաև կարող է վերածվել անտեսանելի բանտի, թույլ չտալով լիարժեք ապրել։ Քանի հնարավորություն եք արդեն բաց թողել վախի պատճառով, ձախողման վախ, մերժված լինելու վախ, անհայտի վախ։ Վախը ստիպում է մեզ հավատալ, որ մենք մենակ ենք կյանքի փորձությունների առջև, բայց սա սուտ է։ Աստված անընդհատ հիշեցնում է մեզ իր խոսքում. մի վախեցիր, քանի որ ես քեզ հետ եմ, մի խռովիր, քանի որ ես եմ քո Աստվածը։ Ապրել վախի մեջ նման է մութ ճանապարհով գնալուն, չնկատելով առջևի լույսը։ Վախը ուզում է կաթվածահար անել մեզ, բայց հավատը խրախուսում է անել հաջորդ քայլը, նույնիսկ եթե չենք տեսնում ամբողջ ճանապարհը։ Ոմանք վախենում են հարաբերություններից, վախենալով մերժված կամ վիրավորված լինելուց։ Ուրիշները վախենում են մահից, մշտական անհանգստությամբ ապրելով։ Ոմանք վախենում են ձախողումից եւ դրա պատճառով չեն ձգտում իրենց երազանքներին, չհավատալով իրենց ուժերին։ Այս վախերը սահմանափակում են մեզ, եթե չսովորենք հաղթահարել դրանք։ Աստվածաշունչը կոչ է անում առաջ գնալ վստահությամբ։ Եթե ես գնամ մահվան ստվերի հովտով, չեմ վախենա չարից, քանի որ դու իմ հետ ես։ Երբ վախը գրավում է մեր մտքերը, մենք կորցնում ենք թանկարժեք հնարավորություններ։ Աստված ուզում է, որ մենք լիարժեք ապրենք, չվախենալով վախվանից։ Հավատը բանալին է վախերը հաղթահարելու համար։ Վախը եւ բացասական մտքերը ձեռք-ձեռքի են գնում։ Որքան շատ մտածենք ամենավատ սցենարների մասին, այնքան ուժեղ է դառնում վախը։ Մեր միտքը կարող է ստեղծել իրավիճակներ, որոնք գոյություն չունեն, եւ եթե թույլ տանք այդ մտքերին տիրել մեզ, նրանք կսկսեն գերիշխել։ Այս մտքերը աճում են ինչպես ծնագնդակ, սնուցելով անհանգստություն եւ անվստահություն։ Վախը սնվում է, իսկ եթե հարցերով։ Այդ վախը հաղթահարելու համար պետք է թարմացնել մեր միտքը։ Աստվածաշունչը սովորեցնում է. փոխակերպվեք ձեր մտքի թարմացմամբ, որպեսզի ճանաչեք, թե ինչ է Աստծու կամքը, բարի, հաճելի եւ կատարյալ։ Փոխարինեք բացասական մտքերը Աստծու խոստումներով։ Ամեն անգամ, երբ վախը փորձում է մտնել ձեր սիրտը, հիշեք, որ Աստված վերահսկում է ամեն ինչ եւ ոչինչ չի տեղի ունենում առանց նրա կամքի։ Աստվածաշունչը մեզ տալիս է հզոր պատասխան վախին՝ սերը։ Գրված է. սիրո մեջ վախ չկա, բայց կատարյալ սերը դեն է նետում վախը։ Երբ մենք զգում ենք սիրված, ձեռք ենք բերում վստահություն։ Երբ սիրում ենք, դառնում ենք ավելի ուժեղ, քանի որ սերը ստիպում է մեզ նայել մեզանից դուրս։ Քանի անգամ եք հրաժարվել գործողություններից վախի պատճառով, թե ինչ կմտածեն ուրիշները ձեր մասին։ Բայց սերը ազատում է մեզ այդ վախից, տալով խիզախություն լինել ինքներդ ձեզ։ Երբ վստահում ենք Աստծու սիրուն, ձեռք ենք բերում ուժ հաղթահարելու ցանկացած իրավիճակ։ Աստված սիրում է մեզ անվերապահորեն, եւ այդ սերը ավելի ուժեղ է ցանկացած վախից։ Հիշեք, դուք երբեք մենակ չեք։ Խիզախությունը վախի բացակայությունը չէ, այլ գործողություն չնայած վախին։ Խիզախ լինելը նշանակում է շարունակել գնալ, նույնիսկ երբ ամեն ինչ ներսում ուզում է կանգնել։ Վախը բնական է անհայտի առջև, բայց խիզախությունը առաջանում է, երբ հավատում ենք, որ Աստված մեզ հետ է ամեն քայլափոխի։ Հիշեք, խիզախությունը ընտրություն է։ Մարդը, ով որոշում է դիմակայել իր վախերին, նույնիսկ ամենափոքրերին, հայտնաբերում է իր մեջ ուժ, որի մասին չէր կասկածում։ Աստվածաշնչում ասված է. ամուր եղիր եւ խիզախ, մի վախեցիր եւ մի սարսափիր, քանի որ քեզ հետ է Տեր քո Աստվածդ ամենուրեք, ուր որ գնաս։ Հիշեք, հավատը վախը վերածում է խիզախության։ Անեք առաջին քայլը եւ վստահեք, որ Աստված կաջակցի ձեզ։ Միայնությունը ամենադժվար բացատրվող զգացմունքներից մեկն է։ Դուք կարող եք լինել մարդկանց մեջ եւ միևնույն ժամանակ զգալ մենակ։ Այդ զգացումը դատարկ է, կարծես ոչ ոք չի կարող հասկանալ ձեզ։ Շատերը դրա հետ անցնում են եւ հարցնում են. ինչպես կարող եմ մենակ զգալ մարդկանց մեջ։ Այս խոր միայնության զգացումը կարող է դրսևորվել տարբեր իրավիճակներում, ամուսնության մեջ, ընտանեկան հավաքույթներում կամ նույնիսկ ընկերների մեջ։ Խնդիրը ոչ թե մարդկանց բացակայությունն է, այլ իսկական կապի պակասը։ Բայց լավ նորությունն այն է, որ Աստված երբեք չի հեռանում մեզանից։ Տերը մոտ է կոտրված սրտերին եւ փրկում է խոնարհ հոգիներին։ Աստված հասկանում է մեր ցավը եւ միշտ պատրաստ է մխիթարել մեզ։ Այսօր ավելի քան երբևէ ապրում ենք հիպերկապի դարաշրջանում։
բայց պարադոքսալ է, որ երբեք այդքան մեկուսացված չենք զգացել։ Մենք բաժանորդագրված ենք հազարավոր մարդկանց, բայց երբ ընկեր է պետք, հասկանում ենք, որ այդ կապերի մեծ մասը մակերեսային է։ Քանի անգամ եք ժամեր անցկացրել սոցցանցերում, դիտելով ուրիշների կյանքը, բայց վերջում զգացել դատարկություն։ Սա տեղի է ունենում, քանի որ տեխնոլոգիաները կարող են կապել մեզ վիրտուալ, բայց չեն փոխարինում իսկական ներկայությանը եւ անկեղծ սիրուն։ Հիսուսը կոչ է անում մեզ ապրել հաղորդակցության մեջ, որովհետև որտեղ 2 կամ 3 հավաքված են իմ անունով, այնտեղ ես եմ նրանց մեջ։ Իսկական կապն առաջանում է, երբ հավաքվում ենք սիրով եւ անկեղծությամբ, ոչ թե լայքերով եւ մեկնաբանություններով։ Միայնությունը ազդում է ոչ միայն ֆիզիկապես մենակների վրա, շատ ամուսնացածներ կամ հարաբերություններում գտնվողներ նույնպես մենակ են զգում։ Երբեմն մենք սպասում ենք, որ մյուս մարդը լցնի մեր դատարկությունը, բայց ոչ մի մարդ չի կարող դա ամբողջությամբ անել։ Ճշմարտությունն այն է, որ միայն Աստված կարող է լցնել մեր սրտի ամենախոր դատարկությունը։ Երկչափից շատ սպասելիքներ ենք դնում մյուս մարդու վրա, անխուսափելիորեն հիասթափվում ենք։ Հենց դրա պատճառով շատ հարաբերություններ քանդվում են։ Մենք սպասում ենք, որ մյուսը բերի խաղաղություն, բայց պետք է հասկանանք, որ խաղաղության եւ իսկական սիրո աղբյուրը Աստված է։ Երբ նա կենտրոնում է մեր կյանքի, մենք կարողանում ենք սիրել եւ սիրվել առանց իրատեսական սպասելիքներ դնելու ուրիշների վրա։ Միայնությունից բուժումը սկսվում է այն գիտակցումից, որ մենք երբեք իսկապես մենակ չենք։ Աստված միշտ մեզ հետ է նույնիսկ ամենադժվար պահերին։ Գրված է. «Չեմ թողնի քեզ եւ չեմ լքի քեզ»։ Սա ամուր խոստում է, որի վրա կարող ենք լիովին հենվել։ Երբ մենակ ենք զգում, առաջինը, որ պետք է անենք, փնտրել Աստծո ներկայությունը։ Աղոթքը կամուրջ է, որը տանում է ուղիղ հորը սիրտը։ Նույնիսկ պարզ աղոթքը «Տեր, ես այստեղ եմ եւ քեզ պետք եմ» կարող է հսկայական թեթևություն բերել հոգուն։ Բացի դրանից պետք է բացվենք շրջապատող մարդկանց առջև։ Հաճախ Աստված օգտագործում է ընկերներին եւ ընտանիքը որպես մխիթարության եւ աջակցության գործիքներ։ Մի վախեցեք օգնություն խնդրել եւ կիսվել ձեր զգացմունքներով։ Միայնությունը կորցնում է իր ուժը, երբ թույլ ենք տալիս սիրվել եւ ընդունվել։ Դեպրեսիան ժամանակակից ժամանակների ամենալուրջ հուզական մարտահրավերներից մեկն է։ Սա ավելին է, քան ժամանակավոր տխրություն։ Դա խոր դատարկության, հոգնածության եւ հուսահատության զգացում է։ Շատ դեպրեսիայով տառապողներ զգում են, կարծես թակարդում են, որտեղ ամեն օր պայքար է իմաստ գտնելու համար։ Այն կարող է ազդել յուրաքանչյուրի վրա, անկախ սոցիալական կարգավիճակից կամ հավատից։ Հաճախ դեպրեսիայով մարդիկ զգում են, որ ոչ ոք չի հասկանում իրենց, խոնարհվում են եւ աստիճանաբար հեռանում նույնիսկ իրենցից։ Կարևոր է հիշել, որ դեպրեսիան թուլության կամ հավատի բացակայության նշան չէ։ Նույնիսկ նրանք, ովքեր իրենց կյանքը նվիրել են ուրիշներին օգնելուն, կարող են հանդիպել այս պայքարին։ Աստված մեզ չի լքում նույնիսկ ամենախոր խավարում։ Նա գործում է ինչպես բժիշկների եւ մասնագետների, այնպես էլ աղոթքի միջոցով։ Բուժումը կարող է գործընթաց լինել, բայց հաստատականությունը բուժման եւ աղոթքի մեջ բանալին է հաղթանակի համար։ Պայքարը դեպրեսիայի դեմ պահանջում է հավասարակշռված մոտեցում։ Հավատը Աստծուն կարևոր է, բայց նաև կարևոր է մասնագետների օգնություն փնտրել։ Ամոթալի ոչինչ չկա բժշկական օգնություն խնդրելու մեջ։ Աստված մեզ տվել է իմաստություն եւ ռեսուրսներ, եւ նա կարող է գործել բժիշկների, հոգեբանների եւ թերապևտների միջոցով։ Եթե դուք կամ ձեր մերձավորները դեպրեսիայի հետ եք պայքարում, ահա մի քանի կարևոր քայլեր։ Ամեն օր աղոթեք եւ հանձնեք ձեր զգացմունքները Աստծուն։ Գտեք վստահելի մասնագետ, հոգեբան կամ հոգեբույժ։ Շփվեք ընկերների եւ ընտանիքի հետ, նույնիսկ եթե դժվար է թվում։ Թույլ տվեք ինքներդ ձեզ զգալ եւ մի պահանջեք միշտ լավ լինել։ Հիշեք, Աստված քայլում է ձեզ հետ ամեն քայլափոխի։ Ամոթալի ոչինչ չկա օգնություն խնդրելու մեջ, եւ ամեն մեծ առաջընթաց ուրախության առիթ է։ Հոգևոր աջակցության եւ բժշկական բուժման համադրությունը հաճախ ամենաարդյունավետ ուղին է բուժման համար։ Հավատը տալիս է մեզ հույս եւ ուժ շարունակելու, իսկ բուժումը գործնական գործիքներ պայքարի համար։ Աստված ստեղծել է մեզ բարթեակներ, մարմինով, մտքով եւ հոգով, եւ մենք պետք է հոգ տանենք այդ բոլոր կողմերի մասին։ Աղոթքը կարևոր է, բայց նաև անհրաժեշտ է հոգ տանել ֆիզիկական եւ հուզական առողջության մասին։ Երբեմն դեպրեսիան առաջանում է ուղեղի քիմիական անհավասարակշռությունից, եւ ճիշտ բուժումը կարող է զգալի թեթևություն բերել։ Հիշեք, Աստված օգտագործում է բժիշկներին եւ մասնագետներին որպես բուժման գործիքներ։ Հավատի եւ գիտության միջով կոնֆլիկտ չկա։ Նրանք միասին աշխատում են մեր բարօրության համար։ Դեպրեսիան առաջանում է հաճախ լուրջ կորուստից հետո։ Սա կարող է լինել աշխատանքի կորուստ, հարաբերությունների խզում կամ ավելի ցավոտ, մերձավորի կորուստ։ Վիշտը բարդ եւ ցավոտ գործընթաց է, եւ յուրաքանչյուրը այն ապրում է իր ձևով։ Երբ կորցնում ենք կարևոր բան կամ մեկին, թվում է, թե հողը փախչում է ոտքերի տակից։ Խնդիրն առաջանում է, երբ չափից շատ ենք հենվում իրերի կամ մարդկանց վրա, եւ դրանց կորուստով թվում է, թե ամեն ինչ կորած է։ Հենց դրա համար Աստվածաշունչը սովորեցնում է մեզ չհենվել անցողիկ բաների վրա։
Գրված է. ամեն բանի իր ժամանակը կա, եւ երկնքի տակ ամեն գործի իր ժամանակը։ Միակը, որ երբեք չի փոխվում, Աստծո սերն է մեզ նկատմամբ։ Շատ հիասթափությունների խնդիրն այն է, որ մենք մեր հույսը դնում ենք անցողիկ բաների եւ մարդկանց վրա։ Աշխատանքը, ընկերությունը, հարաբերությունները կամ նույնիսկ նյութական բարիքները դառնում են մեր երջանկության հիմքը, բայց երբ կորցնում ենք դրանք, կորցնում ենք նաեւ ներքին խաղաղությունը։ Սակայն այս աշխարհում ոչինչ չի ստեղծված հավերժ լինելու համար։ Աստվածաշունչը զգուշացնում է. մի կուտակեք ձեզ համար գանձեր երկրի վրա, որտեղ ցեցը եւ ժանգը ոչնչացնում են, եւ որտեղ գողերը թափանցում եւ գողանում են։ Սա նշանակում է, որ ամեն ինչ նյութական եւ անկայուն է։ Մարդիկ կարող են հիասթափեցնել, բարիքները կարող են անհետանալ, իսկ երջանիկ պահերը անցողիկ։ Երբ ամբողջ հույսը դնում ենք այդ բաների վրա, հիասթափությունը անխուսափելի է։ Ուստի պետք է սովորենք հենվել Աստծուն, քանի որ միայն նա հավերժ եւ անփոփոխ է։ Իսկական խաղաղությունը ծնվում է, երբ վստահում ենք նրան, իմանալով, որ նույնիսկ եթե ամեն ինչ շրջապատում փոխվում է, Աստծո սերը մնում է անփոփոխ։ Դուք երբևէ փորձել եք լուծել բոլոր խնդիրները միանգամից։ Երբ այդպես ենք անում, անհանգստությունը ուժեղանում է եւ թվում է, թե երբեք չենք գտնի խաղաղություն։ Ճշմարտությունն այն է, որ մենք ստեղծված չենք կրելու բազմաթիվ օրերի ծանրությունը միանգամից։ Հիսուսը սովորեցնում է. մի հոգացեք վաղվա օրվա մասին, քանի որ վաղվա օրը ինքը կհոգա իր մասին։ Մեկ օրով ապրելը հավատի ակտ է։ Սա նշանակում է ասել. Տեր, վաղը քո ձեռքում է, բայց ես հավատում եմ, որ դու կլինես իմ հետ։ Սա ազատում է մեզ ապագայի վախից եւ թույլ է տալիս կենտրոնանալ իսկապես կարևորի վրա, ներկա պահի վրա։ Դուք երբևէ զգացել եք ճնշված հոգսերի ծանրության տակ, կարծես չկարողանաք քայլ անել։ Մենակ գրելը անհնար է։ Աստված հրավիրում է մեզ դնել բոլոր հոգսերը նրա վրա։ Գրված է. ձեր բոլոր հոգսերը դրեք նրա վրա, քանի որ նա հոգ է տանում ձեր մասին։ Սա չի նշանակում, որ խնդիրները անմիջապես կանհետանան, բայց նշանակում է, որ մենք մենակ չենք այդ ճանապարհին։ Երբ վստահում ենք ամեն ինչ Աստծուն, աղոթքը դառնում է վստահության ակտ։ Տեր, այս իրավիճակը իմ վերահսկողությունից դուրս է։ Ես հանձնում եմ այն քո ձեռքը։ Վստահելով Աստծուն, մենք դադարում ենք մենակ պայքարել եւ գտնում խաղաղություն, իմանալով, որ նա վերահսկում է ամեն ինչ։ Վստահությունը Աստծուն աջակցում է մեզ ամենադժվար պահերին, երբ թվում է, թե ամեն ինչ քանդվում է։ Նա մնում է մոտ։ Գրված է. չեմ թողնի քեզ եւ չեմ լքի քեզ։ Անկախ նրանից, թե ինչ է տեղի ունենում, Աստված մեզ հետ է ամեն քայլափոխի։ Երբեմն մենք չենք հասկանում, թե ինչ է տեղի ունենում կամ ինչու են տեղի ունենում որոշ բաներ, բայց նույնիսկ անորոշության պահերին կարող ենք հավատալ, որ Աստված աշխատում է մեր բարօրության համար։ Վստահությունը խնդիրների բացակայությունը չէ, այլ վստահություն, որ չնայած հանգամանքներին, Աստված վերահսկում է ամեն ինչ։ Հիշեք, Աստված հավատարիմ է։ Նա չի խոստացել կյանք առանց դժվարությունների, բայց խոստացել է լինել մեզ հետ ամեն պահի, տալով ուժ եւ ուղղություն։ Նրա հետ մենք կարող ենք հաղթահարել ցանկացած հանգամանք։ Հավատով ապրելը նշանակում է ընտրել խաղաղություն նույնիսկ փոթորիկների մեջ։ Անհանգստությունը, վախը, միայնությունը եւ դեպրեսիան կարող են փորձել խլել հույսը, բայց Աստված միշտ առաջարկում է բուժման եւ վերականգնման ուղի։ Նա երբեք մեզ մենակ չի թողնում կյանքի մարտերում։ Գաղտնիքը Աստծուն վստահելն է եւ հանձնել նրան ամեն ինչ։ Երբ դա անում ենք, ձեռք ենք բերում խաղաղություն, որ աշխարհը չի կարող տալ։ Աստված ավելի մեծ է ցանկացած խնդրից, եւ նրա սերը ավելի ուժեղ է ցանկացած վախից։ Ես ուզում եմ, որ այս պատգամը տանեք ձեր սրտում։ Որքան էլ դժվար լինի ճանապարհը, Աստված քայլում է ձեզ հետ ամեն քայլափոխի։ Նա այն ժայռն է, որ երբեք չի սասանվի, եւ ապաստանը դժվար ժամանակներում։ Նրա հետ դուք կհաղթեք։ Ուստի մի վախեցեք, վստահեք, հանձնեք նրան ձեր հոգսերը եւ գտեք խաղաղություն։ Աստված հոգ է տանում ձեր մասին այսօր եւ միշտ։ Ամեն։ Իսկ ինչպես եք դուք հաղթահարում անհանգստությունը, վախը կամ միայնությունը։ Թողեք ձեր մեկնաբանությունը եւ կիսվեք ձեր փորձով։ Գնանք միասին այս ճանապարհով հավատով։